Մենք պիտի շարունակենք արեցների թեման, սիրելի եղբայրներ, որովհետև մենք չենք կարող արհամարել բաներ, որոնք որ մեր կյանքում շարունակում են դեռ գործել, բայց դրանք պետք է խափանվել։ Ես ասի շատ քրիստոնյաներ կան, որոնց իրենց կյանքում դեռ ունեն այդպիսի խնդիրներ, ասեցի պատճառը որն է, որտեղ մենք չենք ունեցել հավատացյալ, բարեպաշտ Տիրոջը երկրպագող ու փառաբանող ժողով, մենք չենք սովորել մեր ծնողներից Տիրոջը ինչպես երկրպագեն ու փառաբանեն, աղոթեն, կարդան, մենք սովորել ենք ձևական, կրոնավոր ժողով, մոմ վառել, մոմի մոտ կանգնել, որ մոմը հանկարծ չկողանա, չեն պատչել, ձեռ պատչել, այս անել, այն անել, մեռած մարդուն դրախտ ուղարկել, առանց ապաշխարել, մենք էդ ենք տեսել, մենք տեսել ենք, որ քրիստոնեությունը դա ինչ-որ ձև է, բանը որ պետք է, բայց ամենայն կյանքում մենք ապրել ենք անաստված մեղքի մեջ, մեր բերանից ինչպես դուրս այդել, մենք անիծել ենք, հավոյել ենք, մենք ստել ենք, մենք կեղծել ենք, մենք ժառանգել ենք այդպիսի մի դժվար հարստություն ասել ճագերների մեջ, բայց երկրներում որտեղ որ աստվածպաշտությունը դա կյանք է, մենք տեսել ենք ֆիլմերում, որ մարդիկ հաց ուտելուց առաջ ձևական գոնե աստված գոհացել են, որ աստված տվել է, բայց մենք անդադար մտածել են, որ մեր տան աշխատող ուժը դա այս կամ այն փոխվելով մարդն է, բայց մարդիկ պիտի գոհանան աստծուց ամեն բանի համար, նամքան դիմացին Փառք Հիսուսին։ Հիմա մենք ուզում ենք, որպեսզի շատ խորը գիտակցենք եւ գիտություն ունենանք սատանա դրանից սարսափումը, անեցների վերաբերյալ թե ինչպես են դրանք մեր կյանք եկել եւ դրանից ինչպես ենք մենք ազատվել եւ ինչպես դրանից ազատ շարունակենք ապրել։ Եբրայեցիների 6-րդ գլուխ 8-րդ համար։ Բայց այն, որ փուշ տատասկ է բերում, անպիտան է անեցքի մոտ եւ նրա վերջը այրվել է։ Իսկ ձեզ համար սիրներ հաստատ հույս ունենք լավագույն եւ փրկության վերաբերյալ բաների մասին, որտեղ Աստված անիրավ չէ, որ մոռանած է գործը, եւ այն սերի աշխատանքը, որ նրա անունի համար ցույց տվի, որ ծառայում է սուրբերի եւ ծառայում է։ Կամ մի քիչ ավելի վերև կարդանք, ասում է Վասնսի այն երկիրը, որ իր վրա շատ անգամ եկած անձրևը խմեր, շահավոր արցունք բուսներ, նրանց համար, որոնց ձեռով մշակվում է, նա Աստծո օրհնություն կընդունի։ Հիմա այն ուրեմն երկիրը դա ժողովրդի մասին է խոսում, Աստծո ժողովրդի մասին է խոսում, որ իր վրա եկած անձրևը խմե, ոչ թե արհամարի, այլ խմի, այսինքն Տիրոջ խոսքը որ անձրևի պես գայս է մեր վրա, խմի եւ չարամարի, ուրեմն ասում է եւ շահավոր արցունք բուսներ նրանց համար, որ ձեռով մշակվում է, նա Աստվածանից օրհնություն կունենա, այսինքն դա կոնկրետ մի ուրեմն խոսում է։ Աստծո մարդիկ, Աստծո ծառաները մեր վրա աշխատում են։ Երբ որ մենք շահավետ պտուղ ենք բերում Աստծո թագավորության մեջ կարգված մարդկանց համար, որոնք դատողություն են Աստծո թագավորության գործին, ասում Աստվածանից պիտի այդ մարդիկ օգտվեն։ Հասկանում եք։ Միտքը հասկացաք ես համարի, սա շատ կարևոր է։ Երբ որ Տերը քո հետ աշխատում եւ դա ընդունում ես դու եւ ուզում ես որպեսզի շահավետ արդյունք բերես Աստծո թագավորության մեջ աշխատող մարդկանց համար, որոնք դա պիտի օգտագործեն Աստծո թագավորության համար։ Ամեն։ Որովհետեւ այստեղ Աստված չի շնորհակալում, Աստված մարդկանց միջոցով է գործում։ Աստված փոխադարձ գործունեություն է ծավալել Աստծո ծառաների, Աստծո մարդկանց եւ Աստծո ժողովրդի միջեւ։ Մենք անկախ գոտիներում չենք գտնվում։ Մենք ներդաշնակ կապ ունենք իրար։ Որովհետեւ ցանկացած աշխատանք պիտի իր արդյունքը բերի։ Ինչպես մենք տեսնում ենք, որ այդ արդյունքը մեր մեջ զարգանում է եւ մենք շատ թեմաներ խոսելով, հա, մենք կոնկրետ գործողության անցանք, հիշում եք կոնկրետ գործողություն, որոշի խոսելը եւ մենք սա ֆիքսեցինք եւ նրանք ովքեր մասնակցում են, հա, ավետարանչության մասին, եթե մենք խոսում ենք, ունենք ավետարանության, երբ որ փառաբանության, այսինքն այստեղ մենք չենք նստում ուղղակի, սենց խուլ համրի նման լսում,
ու ոչ մի գործողություն, ոչ մի քայլ։ Հիմա ասում է Աստծո կողմից պիտի օրհնվի, ի՞նչ է նշանակում պիտի օրհնվի։ Այսինքն այն ամենը, ինչ որ ինքը ներդրեց Աստծո թագավորության համար, առանց մարդկային ջանքի եւ ուժի, Աստծո գերբնական զորությամբ, Սուրբ Հոգու ուժով, Սուրբ Հոգու ուժով, պիտի դա առատանա։ Օրհնությունը նշանակում է մեր Աստծո միջև հարաբերության վերականգնում։ Օրհնության հետևանքը Աստծո գերբնական ուժն է մեր կյանքում, որ գործում է եւ այն ինչ որ մենք մարդկային ուժերով անկարող անզոր ենք, Աստվածային ուժն ու զորությունը դա անում է։ Հասկանաս, առատացնում է։ Օրինակ դու ունես այսօր հնարավորություն 6 ժամ աշխատելու եւ քեզ այդ աշխատանքի համար վճարելու են, ասենք թե 4000 դրամ։ Աստծո գերբնական ուժն ու զորությունը գալիս է, երբ որ դու դրանից տիրոջ բաժին ես տալի 10-րդ զոհաբերությունը եւ աղոթքի, թերծանության, երկրպագության, փառաբանության մեջ ելքած, Աստված հրաշք անում ու ֆինանսների հետ, իր գերբնական կարողությամբ ավելացնում է դա։ Հասկանում ես։ Հիմա ուզում ես սա հավատալ, ուզում մի հավատալ, բայց ես հավատացող մարդիկ են եւ նա ապրել ես։ Աստված հրաշքներ ալա, որից են կյանքում ֆինանսների մեջ, կյանքի մեջ, առողջության մեջ հրաշքներ ալա։ Այնպիսի միջոցներ եկել են քո կյանքում, որ դա ոչ գողացած է, ոչ կողոպտած է, ոչ ինչ-որ մեկին խաբել ես ձեռքից վերցրել ես, բայց նաև դա դու չես աշխատել եւ դա գերբնական ճանապարհով է, եւ դա մարդը չի արել, կամ մարդու ձեռքով արել, բայց դա մարդուց չի, դու չես փոխել։ Աստծո գերբնական միջամտությունը քո ֆինանսների մեջ թող գործի։ Որտեղ սա կարևոր է։ Որովհետեւ դու ամեն քայլափոխին կարիք ունես ֆինանսների։ Բայց ֆինանսները չեն մեր Աստվածը եւ սա չի մեր նպատակը, այլ մենք տեր ունենք, որի միջոցով Աստված օգնում է մեր ֆինանսական միջոցները։ Ամեն։ Հիմա տեսեք։ Բայց այն որ փուշ տոտաս է բերում, անպիտան է, անեցքի մոտ եւ նրա վերջ այրվելու է։ Հիսուս ինչ ասեց։ Ասեց Հովհաննես ծառը, ասին ծառի արմատների դրված է։ Եվ եթե մի ծառ պտուղ չբերի Աստծո թագավորության համար սա լավ ինչ է։ Որտեղ Աստծո նպատակը մեզ այստեղ հավաքել է, միանշանակ իր թագավորության շահը եւ իր թագավորության գործը առաջ տանել։ Դրանից փոխ հետևանքները մեր ժամանակավոր կյանքի նյութական, առողջական, ֆինանսական, հոգևոր Աստծո կողմից առատապես լցնել։ Հասկանու՞մ ես։ Հիմա ասպեկտը մեկը չգնում, ասում անեցքա լինելու։ Անեցքը լինելու է, որ ասում բայց այն որ փուշ ու տատաս է բերում, անպիտան է, ան եւ անեցքի մոտ։ Ո՞լ լրիվ դեռ անեցք չկա, բայց մոտ է, ինչ անում ես, մեկը չի գնում։ Այն մարդ կա, գիտես, որ $800,000 մեքենա է 10 նստի, 2 ժամ հետո ավել է տալիս։ Բայց մարդ կա, որ զրով ես կա քշում ջորի մատորով։ Ասում մի անգամ ավել չեն գնա։ Ու դերում ես էլ ոզակշում։ Ճաո, բրավո, տեսեք կողմի ջորիներ ու գայսը, լավ, բրավ, շով, լավ։ Ես դա աղտեմ ասում, օրդված մարդը, վերջում հետել որ զուտը կարած։ Հավատացյալ։ Իշո մի դեպի թվարա բերել, բարեկամին հիմա նա պարդ ես տալը։ Հասկանեք, ասնա ծառը պիտի կտրվի և գրավելուքից։ Եթե պտուղ չկա կյանքի մեջ, և իրես ինչ պտուղ, ոչ թե քո մարդկային ջանքերով, այլ Աստծո երկրական միջամտությամբ պտուղ չկա, սա շատ վտանգավոր է։ Հասկանում ես։ Անեցքի մոտ է։ Բայց սա լավագույն վիճակը չի։ Բայց ասում եմ ձեզ, որոնք որ Աստծո գործի մեջ ներգրավված են, սա չի սպառնում։ Հիմա Գաղատացիների 3-րդ գլուխ 13 համարը։ Եվ գիտեք, որ ասում է, երբ որ Տիրոջ խոսքը լսում ես ու չես կատարում, այս բաները կգա կյանքիդ վրա։ Հիմա Գաղատացիների 3-րդ գլուխ 13 համար, 3-րդ գլուխ 13 համար։ Դավ 14-ից կարդանք։ Եվ թե օրենքով ոչով չի արդար, Աստծո առաջին, դա հայտնի է, որովհետև արդարը հավատքից կապրի։
Բայց օրենքը հավաքից չէ։ Այլ նրանց մարդը կապի նրանով։ Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից, մեզ համար անեծք լինելով, ասացի գրված է, թե անիծյալը լինի ամեն փայտից կախված։ Մարդու փրկությունը կախված էր հին ուխտում եւ առհասարակ առանց Քրիստոսի օրենքից։ Օրենքի ես կետերը կանես, դու փրկվես։ Կօրհնվես։ Բացի փրկվելը հավիտենական կյանք շարունակելը, Աստված փաղոտները կլսի, Աստված փաղոտներին կպատասխանի, Աստված կհամագործակցի քեզ հետ, Աստված քո բոլոր ցանածի, հնձածի մեջ կբերի իրավունքությունը, Աստված կպայի քո տունը ու տողից, հարվածներից, սատանայի եւ խավարի դիվային աշխարհի ամեն հարձակումներից, եթե այդ օրենքները պահես, դու Աստծո պաշտպանությունը կունենաս։ Եթե չպահես, այդ բոլոր հարվածները գալու են կյանքի մեջ։ Ուրեմն հին ուխտի առաջի գլխից մինչև նորույթի մեջ գլուխը չկա մի մարդ, որ օրենքները պահածվում։ Այդ ասում են պատվիրանները պահում են, այդ պատվիրանները օրենքը հնարավոր է միայն պահել, եթե մեր բնությունը փոխվի։ Հասկանու՞մ եք։ Ասենք, ես չգիտեմ, ասենք, ինչ կարելի անել, որ մարդը ֆրանսերենի դասերի չգնա, բայց ֆրանսերեն սովորի։ Ոնց կարելի է դա անել, օրինակ, ինչ եք մտածում։ Կարելի է դա անել։ Ամենալին է։ Այդ որ ասում նա գերանան 10 կարող խոսի։ Ինչ-որ դեպքեր են եղել։ Մարդիկ բարձրների տխիվ անգել են, իրենք ասեն անգլերեն են խոսացել։ Այս բան է պատմել։ Բայց իրականության մեջ դա անհնարին է։ Անհնարին է դա։ Հասկանում եք։ Բայց Հայաստանում ասեն նա հնարավոր բան է։ Լավ է։ Հիմա դուք հասկանում եք, որ եթե մարդը ծնվել է Հայաստանում, ամբողջ կյանքն ապրել է Հայաստանում, ինքը որ շատ ուզի ֆրանսերեն չի կարող խոսել։ Մի երկու բառ կարաս ասես, à la maison, je m'appelle, bonjour, qu'est-ce que c'est? Français, la personne. Merci beaucoup. Parce que français, ne sais pas. Hop, les français. Je ne sais pas français. Je ne sais pas français. Moi, je ne sais pas. Tu sais, moi, je ne sais pas français. Je ne sais pas. Anselek français. Anselek. Mais quel est Anselek français? Անցել են։ Հիմա սերն է, բայց ոչ մեկը չենք սովորել։ Հիմա ինչ ապենք, որ մենք ֆրանսերեն սովորենք, պիտի ֆրանսիացու բնություն բերեն մեր մեջ։ Միակ պիտի ֆրանսիացի կա մեր չսապում։ Բայց դա նույնն է, եթե մարդը Աստծո օրենքը կարողանա պահել, Աստծո օրենքը սուրբ է, Պողոս ասում է, բայց մենք մեղքի անեծքի տակ ծախվել ենք, ծախվել։ Ադամը սաղից ծախել է։ Հասկանում եք, սա է։ Ծախեց ես։ Ինչի՞, որտեղ խապեց ես, հա? Ասես եթե պտուկ ուտես, Աստծո պես կլինես, եւ ադամ կերավ այդ պտուկը, որ Աստծո պես լինի։ Բայց այդ պտուկ ուտելով Աստծո պես չեղավ, այլ ինչ եղավ սատանայի դիվայի աշխարհի ներկայացուցիչ դառավ եւ այս բոլորիս մատնեց անեծքի մեջ, ով անեծքի եղանակը սատանան, նա ամեն ինչ որ Աստծո կողմից ստեղծված է, ատում։ Նա մեր կյանքում լցրեց այդ անեծքը։ Մեր կյանքը կրճատվեց։ Մենք Աստծուց հեռացանք։ Աստծո անեծքները մեր վրա եկան։ Քրտինքով վաստակես եւ ուտես քո հացը։ Երկիրը դուրս տա ու տատասկ տա։ Կնոջ անիծես, թավով ծնեց, մի խոսքով անիծեց, և այդ անեծները մեր կյանքից չի կարող գնալ, և չի կարող գնալ, եթե այդ անեծքը բերողը չպարտվեր։ Ու մեկը, եթե չվերցներ այդ բոլոր անեծքները իր վրա, դուք հասկանում եք միլիարդավոր մարդկանց կյանքի անեծքը, դուք հասկանում եք դժոխք ինչ մեծ ուժ է տիրապետում տանեցքն, որը խոսքով փոխանցվեց Ադամին և Ադամից մեզ։ Դրա համար ինչ ուզում ես արա, Աղետարն ասում է, Հիսուսն ասեց, առանց ինձ ով ինչ ժողվի, պիտի ցիրուցան անի, ինչ ուզում ես կյանքը դրանց ապրի, որ սենց մի մասանոտ անգամ չխցանվի,
50 տարի ապրեց մեռավ, ափսոս է 150 տարվա մեջ, որ ապրեց Հիսուսին չճանաչեց, մեռավ դրանց դժում, հիմա 150 տարի չէ, մի հավերնություն, անեծքը հավերժական մահ և տանջանքը տալիս մարդու ժառանգություն, Հիսուսը հավերժական կյանք և օրհնություն, Հիսուսը վերցրեց, որտեղ ինքը անեծքի տակ չէր, ինքը անեծքի տակ չէր և եկավ մեր բոլորի Haman մարդկության անեծքը, արգելքը, մեր կյանքի խոչընդոտը, ողջ դժոխքն ու դիվային աշխարհի կողմից լծրած աղբն ու զիբիլը Haman մարդկության կյանքի մեջ։ Տեսեք եք հայկական հին գարաժները, կոմունիստների։ Կոմունիստական մարդկանց գարաժ, բուրը բացը զիբիլ թափը։ Ճախտե բերե երբ կալյասկա ջարդած, են մեզ կալյասկե կսեց, որ երեխեքին հիշում ես, խայլ է, բելաս կալյասկեքին։ Ոնց է, դու սեփական հայացքին կեսեք կալյասկեներ։ Ուշադրական գալիս է հորոխորներով, բոլքումներով, այս տատսա մեջ է քնել, ես եկել եմ, հեռնակարանը տարագել ես, զլի ագեր։ Կուզովներ բելասի կուզով։ Յոտ տոկով է, տորանում է, բերեք եմ եչի կլով է։ Դարը է, բան, խնոցը տան, ուներ է, մեծանքա դրա վեր բաղորից բացրիկ բան։ Գլող հետրով թապով է պուչում է։ Արդաց է, ծավալ է, կրած է։ Հասկանում ես, ուշպեք է կալես, ունեցել է կալես։ Դու ես կալես մեջ մեծացել։ Մարան ջան, դաշն մանկություն ով է կալաս մեր հիմա ինչի համար ասացինք գարաժին են սիրու թափողի սովետական գարաժներ մենք կա դիլիջան մեքինան կաղնացնում եմ ուրեմն ես գարաժից մոտ ապնեկումից 2 մետր ինչ-որ լվածքի ճարդած մեքինաներ կարի մեքինաների կամաղ սր, զիբի այդ ոչ մեկին չի օգտագործելու այդ տենցել մնալու է սերնդես սերունդ այդ անեցվելի մտածելակերպա այդ կարի մեքենան պապի ընդեղի է չիտեմ հերս կաղարկել այդ իրեսել եք եմ ասում այդ սասկից երեխեքը դրդում ժայտանից ասում չի են տատս կտրում է մենք են կտրում տատս մտախը ժարումի կը պուջուրել ձերեկը չեն իմանում կարի մեքենան խի անդետանգած վեցավ տապի ու ասեն թե երկու մեքենան տեղորվա զիբիլերը ծաղց Որքեք ասարքեն զիբիլի հմար Որքեք տան զիբիլը կարա տան զիբիլը աղտոնըցրա Հին պարտոներ կարող ասեն չգեմ ասեն կաղաքում մարդ հին պարտոներ արը կաղամ յոր սարգնա Էս բան Խոսքով դա գիտեք սա գարաժ չի սա մարդու ներքնաշխարն աղ բնցրած աղ հասկանում որը ոչ մի կերպով չի վերանում Հիմա Հիսուս է աղբը վերցրեց մեզանից մաքրեց սիրեց Ինչ շատ բան վրել Հիսուսին համար Գիտես ես ես համարները որ ես կարդում եմ ու մտածում եմ կանեմ մի խորացի բայց ու խորանում ես ինչ սիպիլա թոթվել Հիսուս Սովետաշեն սիպիլա ուսել եմ Սիրեց սիպիլը այս սիպիլի դեմ ձեր մեջի բեդրոյի մեջի սիպիլա Եվ ես վստահ եմ, որ եթե մենք պատկերացնենք ինչեր ենք պահում մենք դեռ Հիսուսին չենք հանձնել։ Ես մեկ ասում եմ, որ շատ ես ուզում, մենակ ես ամեն կիրակի դու մի հատ աղբահանում եմ։ Դե մեքենայի մեջից ինչ բերել եմ, տարել եմ, պես եմ արել են ահագի բան, մի տաղում, մի կոշիկ, ինչ ասենք, տեսին, ես մտածում եմ, ես ինչ մաշար չի, ես ինչ ճղար չի բան, Սերը թերապրը լուսնում աներ կև, դեր պապուշիկ, տղա ճանել էի, բես դե դու չես տաղում։ Պապայի կոշիկ են դարին, ուզրիկ տաղում։ Բեն ասպոտ է մեկը կա, բայց ինչ մեկ ինքն է։ Թանում ու սիրու դասակում այդ, մտել ասակի։ Հասկամ եք, մարդկան ծոքի բողոցան մեջ, նույնիսկ կոտան աղբ է հետաքրքիր։ Հասկանում ես։ Տանեց կա։ Ինչ է թապում։ Մի օր մեր շենքի դիմացի հարևանը հայտարարել էր, որ մեր ամեն օր մեր դրան դիմացը բնական սուկի տուփ կա։
դեռ բանը, դու բաժնում ես Մարդկանց ձեր սիբիլը պետք է հետաքրքիր լինի։ Եթե դու փոխված մարդիկ եք կարեկցում եկա։ Հիմա հարցը այն է, որ Հիսուսն այդ աղբը վերցրեց, մենք մտածում ենք դա պետք է, բայց դե մեզ տում է։ Ես կստի բան ասում, մի վախեցի, մեկ մտիկ ու կարծիրոքի մեջ։ Հին շորերը, նույնիսկ որ գիտես դրանք կարելի է հաղթել, մի մտածի որով որոստովում կտամ ես, քերուստովում կտամ ես, պապուս կտամ ես, տատուս կտամ։ Գիտեք, դենց անեց կա հայկական, որ մարդը մերնում, այդ մերված մարդու շորերը բաժանում են ինչ-որ մեկի, ասում եք անեց կա։ Եվ գիտես հարցը նրա մեջ է, որ մենք կհասկանանք, որ Հիսուսը անեցքը վերցրեց մեզանից։ Հասկանում եք, մենք անցյալի սերունդներից ինչքան զիբիլ ենք ընդունել, ինչքան զիբիլ։ Դուք չեք հասկանում։ Դուք երևի չեք պատկերացնում։ Մենք հոգևոր աղբանոց ենք եղել։ Հասկանում եք։ Թե չեք։ Ամեն։ Ինչ ասես։ Իշեցիք մեկին։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այդ աղբը մեզ աղբս ժառանգություն։ Դեր այդ աղբը սենց վեցեց, մեր հոգևոր շպտեց, որ մենք մեր սիրուներին օգնություն փոխանցենք։ Հասկանում եք։ Ես ուզում եմ, որ հոգևոր պատկերացումը Սուրբ Հոգին բացի, որ դու հասկանաս ինչից է Տերը մեզ ազատագրել։ Ասում ենք աղքատություն, բայց աղքատությունը ճուղավորված տևա, դիվային աշխարհ, մի հզոր էներգիաներով։ Հասկանում եք։ Որ կարող է դու տան մեջ հացի աման ունես, բայց ասում ավետարան այդ հաց ցավով ուտես, վախով ուտես, մտածելով, վաղն է պետք է ուտես։ Ու տողին իշացնես, որ էլի մարդիկ կամ ուտեն։ Հասկանում ես, որտեղ մենք մեկ ամիզի ասում։ Հիմա, ինչ եմ ուզում ասել, Քրիստոսը գնեց մեզ։ Քրիստոսը մեզ գնեց։ Ինչ դրա համար մարդուկյան գնալով կրճատվում է։ Դու պատկերացնում ես, ինչքան նոր սերունդ, այդքան աղբը շատանում է։ Հասկանում ես, տարողությունը։ Հիմա դրա համար երեխեք են մեծանում հիվանդ, տկար, ինչ մեղք են արել այդ երեխեք, բայց տենց են մեծանում։ Որովհետև իրանց սերունդների մեջ մեկը չկա, որ կանգնեցնի և ասի Քրիստոս ինձ համար անեցք եղավ։ Անցյալ է ամեն փայտից կախվածը, որտեղ ամեն փայտից կախվածը այլևս թողություն չուներ, ներում չուներ, ոչ մեկ իր համար չէր կարող բարախոսեր։ Ցանկացած մեկին, որ հռոմեական կայսրում մահապատժի են ենթարկում, համարձակվում էր մեկը գար և բարեխոս լիներ այդ մեկի համար, բայց Հիսուսի համար ոչ մեկ չբարեխոսեց։ Համայն մարդկության աղբը, անեծքը, դժոխքից լցրած Հիսուսը վերցրեց ու խաչի տան, վերջ տրեց իմ ու կյանքի մեջ փոխանցվող անեծքների։ Զգուշելի քո շուրթերիդ, հաջորդ հետը։ Սիրելիներ, չմտածեք սա ավելորդ բան, ավելորդ չի, սա շատ կարևոր է, շատ կարևոր է, ավելի կարևոր է, քան դուք պատկերացնում եք, որովհետև որոնք որ օրենքի գործերից են, անեցքի տակ են, մարդիկ կան, որոնք օրենքի գործերից են ուզում արդարանալ, թող Աստծո շնորհքը գա քո կյանքից, Աստծո շնորհքը թող քո բոլոր բնագավառներում գործի, հավատա Աստծո շնորհին։ Потому что մենք քրթության համարապետ, դա քո աշխատանքի համարապետ, դա քո ինչի համար է զբաղվելության տասնօրյակն ասում Սուրբ Հոգին այդքան շեշտադրում, որ Աստծո շնորհքը գա քո կյանքում տարապես այդ երկրավոր ժամանակավոր կյանքում, որովհետև տասնորդը ուտողին կշտամբում է։ Եվ ասում անեցքով անիծված եք դուք, որ գողանում եք։ Մենք խոսեցի կոմունիստական ռևոլյուցիայի մասին։ Կոմունիզմը չի ընդունում
Բայց այն երկրները, որոնք աստվածապաշտներ են, գիտես 18 ոնց են տվել։ Դες աշխատանքի որ թողել են, ասել են, որ եկեղեցուն արդեն պիտի փոխանցեն, եւ 18 իրենք չեն ստացել։ Դա մի հատ փոխանցվել է եկեղեցուն, որտեղ որ իրենք ապրում, որտեղ ծառայության ստացել, որտեղ որ իրենք տանիքյան թողնել են։ Եվ դեր այդ ամենստերը այդպես է քանդել է երկրում։ Դրա համար մարդիկ որ գրում են իրենց փողի վրա, մենք ապավինում ենք Աստծուն։ Որ այս դոլար ունի զորություն, ունի կարողություն, գայս է երկրի, դու գայս եք մեր երկրի դոլարին եք ապավինում, բայց մեր դոլարը չեք ապավինում, Աստծուն եք ապավինում։ Որ այս դոլարը սարքել է։ Չեն հարստանում հարուստների հետ ընկերանալով եւ մտեմանալով, հարստանում են հարուստների հարստացնողի հետ։ Եվ Աբրահամը մեզ ցույց տվեց եւ ասեց ինձ հարստացնողը Տեր։ Այդ մեզ համար ասեց մարդը չի, որ մարդու վրա հույս չունես։ Հալելույա։ Փառք Հռոմեացիների 3:14 Ունեք ձեր մոտ աստվածաշունչ։ Շատ լավ։ 3:14 Եվ հիմա ինչ ավելի ամենևին ոչ, որտեղ առաջ մեղադրեցինք հրյաներին, գետալուստերին, դա մենք ու մեղքի տակ են։ Ինչպես որ գրված է, թե արդար չկա, մեկն էլ չկա։ Չկա! Իմացող չկա! Աստծուն խնդրող, ամենքը խոդորվեցան, միասին, անպիտան եղան, չկա բարություն անող, մինչև մեկն էլ չկա։ Նրանց կողորտը բաց գերեզման է և իրանց լեզուներով նենգություն են անում։ Իժերի թույն կա նրանց շրթունքների տակ, որոնց բերանը անեծքով և դառնությունով լիքն է։ Այս է մեր ժառանգությունները։ Այս ենք մեր բնութագիր ու նկարագիր։ Այդ որ դպրոցում ասում են բնութագիր գրեք, այս կարեք կարդարեք, դա ձեր դասակույն։ Այս է մեր ժառանգությունները, որտեղ մեր շուրթերի տակ Իժի թույնը, անեծքը, դա ակնթարթում, մարդու կյանքը, կանգնեցնող ուժ։ Իժի թույն, իժ ամենը թույնավոր օծնը, և Հովհաննես մկրտիչը ասաց, իժի ծնունդներ ձեզ ով ասեց, որ կաք։ Իժի թույն, որտեղ, դես է թույնում բերոնի մեջ։ Անեցքով բրնված, անիծող ծնողների սերունդները կամաց դեֆորմացվում են, դեգեներացվում են, հասկանում եք ինչ եմ ասում։ Եվ այդ դեգեներացման պրոցեսը շարունակվում է։ Եվ հարցն առաջան մենք պետք է հասկանանք, որ դա ծնողների խնդիր չի, դա մեր հայրերի պապերի խնդիր չի, դա դիվային աշխարհի կողմից փոխանցված ժառանգություն է։ Ես այս ասում մարդիկ կան, ես ասում եմ իշել, գերեզմանական կիսուկես դարսատուն անում, կամ տրավմատուրինած ծնողների, դուք եք եկել ինչ տարբերություն ծնողներն են, դուք եք եկել ծնողները, կամ դուք եք ասում ավելի վատ, ծնողին անիծողը մահով պիտի մեռնի։ Ով իր ծնողին հայերի, մահով պիտի մեռնի։ Այսինքն դա անեծք է։ Հասկացա՞ր։ Եթե քո ծնողիդ վրա ձեր բարձրացրեցիք, դու արդեն Էլ միշտ անես պետք չի, մահը, ասում մահը, երկար չես ապրում, հասկացար, բայց ովքեր ուրենք ծնողներին պատվում են, պետք գայնած կյանք երկար կյանք ապրում են, պետք է պատվես ծնողդ, չես ուզում, անիծի ծնողդ, կապ չունի ծնողդ կեզ անիծում է, 7-ականի անեստերա կապում գխի, անզեջացես էլի մինდა, յա էստեր, յա կասում, բանը, նեկա իրա բերանը, Ցեղական, ժառանգական, անիծող է, իժի թույն, այդ ատամը չի հանում։ Դա որով անեսք է, դեմի ատամը գրած է խանել է։ Դեր բան խպեք։ Ոնց են ասում դրան։ Իմպլանտ։ Ես կատա չեմ անում, ախոտրեք։ Գիտես ինչ ասում առակազգես, մենք ես դրան ձերը դերանը դինք, հիմա դես կարս մատամ ես, ձերը դերանը դինք, գայանի կապկամ, ինչոց գարան, ձերը դերանը դինք, դեր մաքրի սխալ խոսքերից,
Ամեն խոսակցությունից, որ իր մեջ մարմոտ ամեց։ Ամես մի պատկերացեք են, որ թավեմ գոյդ, հողեմ, գրուխը, տես։ Սխալ խոսակցություն, սխալ է, որ նստում եք, սես մեկ աստու պաշտում, մեկ է մտածում եք, որ աստված չկա։ Որտեղ աստված իրան տենց ապահում։ Հոգևոր կյանքը տենց է։ Ձեր դրանին, նավանդ եթե ժառանգական ծկտում ես, լավ, հիմա ձեր դրես դրանին։ Դու չես կարող խոսած, դրամար ես խոսած դասամ եմ։ Տեր Հիսուս Քրիստոսյան ես աղոթում եմ, որ բոլոր սխալ խոսակցությունները ձեր ընտանիքում ձեր շուտերից դադարեն։ Ձեր ամուսինների հետ, կնոջ հետ։ Անցյալում եղած այն մարդկանց հետ, ովքեր խռով եք, կռվել եք, ես իմ վիճակցել չեք խոսում։ Ես աղոթում եմ, որպեսզի բամբասանք դատը, բամբասելը դա անիծելու կլասիկ դասական ձևն է։ Ես աղոթում եմ, որ այդ անեցքերը հրանած եք կանից, և Տերը բժշկի ձեր շուտերը։ Ես կում եմ Տիրոջ արյունը։ Ազատագրում բոլորս կարիք ունենք, բոլորս Փառք Հիսուսի ինձ համար։ Հալելույա։ Գիտեք, ինչքան առաջ գնանք, այդքան բարդանում է։ Երկրորդ Պետրոս 2:14։ Ինչ մտածում եք սա ավելորդ հավանել է, էլ աստվածաշնչի մեջ որ գրվել է, ո՞ր սիրներ։ Անեծքի մասին որ չանես, դու օրհնությունը չես գնահատում։ Այդ մարդիկ կան, ինչ դժվարություն անցնեն, հասկանան ինչա իրանց համար այսօր իրանց կյանքում եղած Աստծուց օրհնությունը։ Երկրորդ Պետրոս, երբ գոհանաս ամեն ինչի համար։ Երկրորդ Պետրոս 2:14։ 2:14։ Ստեղ խոսում է շատ խորն է, շատ չգիտեմ, շատ չեմ ուզում ստեղ հիմա, բայց աչքեր ունեն անառակությունով լիքը, որ մեղքից չեն դադարում, խաբում են անհաստատ անձերին, արկայությունով բռնված, սրտեր ունեն, անեծքի որդիկ, որ շիտակ ճանապարհը թողած մոլորվեցան դեորյան աղավի ճանապարհին հետևելով, անդիանության բարձը սիրեցին, որ իրանց անհույցան հանդիմանությունը ստացավ անխոս էշ մարդի ձայնով խոսելով արգելեց մարգարեի հիմարությունը։ Սրանք անջուր աղբյուրներ են մրգից խշված։ Այս են մարդիկ են, որոնք որ Տիրոջ խոսքը լսում են, բայց իրանց համար դա միևնույնն է։ Ասում է բաղամին էշը խոսեց։ Հասկանաք, եթե հիմա ես ստացա իհարկե դու ոչ մի քիչ ապրի, դա ինձ թողարկել։ Եթե ես այսօր սա չեմ լսում, որ Տերը ինձ ասում է, եւ ես բերանով շարունակում եմ այդ չարախոսությունը, էշը խոսի, էշը ապորը խոսի, պայուսակը խոսի, ես իմ խոսի ու կասի դաթարի մարդկանց դեմ խոսել, մարդկանց չարախոսել, մարդկանց իրար խառնելը դաթարի, դրանից հաճույք է ստանում, այդ հաճույքը թող գնա կյանքի մեջ, թող քանդվի, նավան երիտասարդներին եմ ասում, սիրելիներ, հələ մեծ երիտասարդներ կան, ստեղ իրար այդ քաղցր խոսում, հետո գնում իրար հետևից ես իմ ուտեղ ինչ են խոսում, խառնում, խառշտում, սարնում կաշկալամաշ, ու իրանք հանգիստ ապրում, լսել, դա վերադառնում է ձեր կյանքի մեջ, դու չգիտեք ոնց։ Անեծքը շատ զզվելի, լպրծում, ամեն տեղ մտնող հնարավորություն ունեցող սատանայի միջոցը, բայց թող Հիսուսի արյունը մաքրի և արգելի ձեր կյանքում, այդ բոլոր անեծքների մուտքի հալելույա։ Երկրորդ Պետրոս 2:14-ը կարդացինք, դա բաղամին հոգեբանության մարդկանց անձն է, որոնք Տերը ասում, եկա իրանց հարցերի անում եմ։ Հակոբոս 3:10 Հակոբոսը գիտեք, ես երևի ստեղ կանգնում ենք ու վերջ, որտեղ Հակոբոսի գրածները բոլորիս է դրաբերվում։ Դիվային աշխարհը բնականաբար սիրներ սրա համար ուրախ չի, ոնց ուրախ կլինի։ Հակոբոս 3:10 Հակոբոս 3:10 Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և ամեծ, պետք չի եղբայր, որ սա այսպես դրում։ Ման անիծում է, հետո տենում է անեծքը գնաց, այդ մարդը մեռավ, մի ուրախանում է, մի ինչ ես ուրախանում։
Եթե քո ամենցից ինչ-որ մեկին վատ է եղել, դա դու ես հնձելու, որտեղ գրված է ինչ-որ ցանես է դրված, դուք հասկանում եք, որ մենք սենց խնդիր ենք ունեցել, մենք միևնույն բերանով օրտել են, միևնույն բերանով անիծել են, մեր երեխեքին շատ է ծածկել նրանց երեխեքին, սիրել են, այդ բերանով ինչ ասես քաղցեր, անուշես, որտեղ ես երեխեքի սյո, կեղծավոր, գանձես, թակս, սենս, քնած ամենի գիշեր երեխեն լալը զահրմար, ձենը կտրվեր չնստի, ու երեխեն անձայն կտրված լավ ամեցան։ Գիշեր ենքան անձել երեխոն։ Կաթիս կտրվեր, կաթը բենիտ մեջ չորանար, ես ծաներ, իննաներ, քներ չզախ։ Ես իչա օտար բան եմ ասում, նորմալ, բան եմ ասում։ Հələ որ քիչ-որ եմ կապա, մենք էլ ասացում ենք դες բաներ։ Հակոբոսի հեկի 10։ Միթե կարելի է մի բերանով գովաբանել, մի բերանով դժգոհել, դժգոհությունը դա մեծ կա, դժգոհությունը։ Տանը աթորից, եթե լավը չի դժգոհում ես, դա մեծ կա։ Փակ տուր է տանը աթորի համար, գոհացիր է աթորի համար։ Տարպսիզի բիվեր, որ գնամ ուրա։ Հոգտան զսվել եմ ես ծալցոններից, սեղանը, խտոտ, ես պատուհանները, լվարոց, ումեն ինչի հետ կրվում ես ոնքավոտպես, ասկաց, դրա համար և հարմարվելն էլ անեցք, որ մարդը հարմարվում, մի կոշիկը 35 տարի կալ հաղթում, ներնին բրանից դուրս են գալիս հոգտություն և անեցք, պետք չի եղբայր սա ես տեսնում, միթե կարելի է եղբայր, որ թզենին ծիթապտուղ բեր է, կամ որդը դուս, այնպես էլ աղի աղբուրը չի կարող խաղցր ջուր հանել։ Ով է ձեզ անում իմաստուն և խելացի, թող իր բարի վարքով ցույց տայի գործերը իմաստության հեզությունով։ Հասկանում ես, մի անգամ մեկը ինձ ասեց, ես ինչ եղբորը խմած տեսել եմ դեպ գնում։ Ասեց ես այդ եղբորը կանչում եմ, քեզ մոտ, որ դու իր առաջ ասես, ուսուտ էր ասում, հասկանում եմ։ Ես չգիտեմ մարդիկ ինչ հաջուկ են ստանում, որ մարդկանց դեմ չարախոսում են բանից որոստը։ Բայց այդ մարդիկ լավ վիճակի մեջ չեն հայտնվում սիրելիս։ Ես չեմ ուրախանում, ես չեմ ուզի։ Գիտես, ես հավատում եմ Աստծո խոսքին, որ շատ բաներ մեր կյանքում, շատ հարաշտ, այս է մեր սխալ խոսելուց։ Խնդրի, որ Տերը քո խոսելու ձևը փոխի։ Գիտես Պետրոսին ինչ ասեց այն աղախինը, ասեց սրա խոսվածքը նման է Հիսուսի խոսվածքին, որ խոսքերի մեջ չար բառ չլինի, վատ խոսք չլինի։ Դժվար բան չէ, ամենադժվար բանը։ Ասում աշխարհում ամեն ինչ դրվաճված է, բացի մարդու լեզվից։ Որտեղ մարդու լեզուն ասում է, գերենի կրակից է բռնկվում, Հակոբոսն ասում, բայց մերը Սուրբ Հոգու կրակից պիտի բռնկվի։ Հալելույա։